Համաշխարհային սպառնալիքների ֆոնին Իրանը ոչ միայն դիմակայում է ռազմաքաղաքական մարտահրավերներին ու կոշտ պատժամիջոցներին, այլև վճռականորեն հաղթահարում դրանք կատարելագործելով հնարավորությունները։ Իրանի բանակի ու ցամաքային զորքերի համազգային օրվան նվիրված զորահանդեսը ոչ միայն խորհրդանշական միջոցառում է, այլև ռազմավարական ուղերձ, բարեկամներին ու հատկապես արկածախնդիր թշնամուն ցույց տալու ռազմական ներուժն ու միասնությունը։ Մասշտաբային զորահանդեսին ներկա է եղել Իրանի ռազմաքաղաքական վերնախավը երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանի գլխավորությամբ։ Մեր թիկունքում այսպիսի բանակի առկայությունը թույլ է տալիս ուժեղ դիրքերից արտահայտել մեր դիրքորոշումները խաղաղության, կայունության և տարածաշրջանային գործակցության վերաբերյալ։ Բանակի շնորհիվ մենք տարածաշրջանային ուժ ենք։ Անվտանգությունն ու խաղաղությունը հնարավոր են հզոր ու պատրաստված բանակի շնորհիվ։ Ու եթե օրհնված այս զորությունը գոյություն չունենար, անվտանգություն չէր լինի։ Բանակը երկրի անվտանգության գլխավոր երաշխավոր հայտարարելով Իրանի նախագահն ընդգծել է, որ զինուժն օրինակ է ծառայում այլ ազգերին։ Փեզեշքյանը բարձր է գնահատել իրանցի զինվորականների արիությունը, հավելելով, որ Իրանը ռազմական ու պաշտպանական ոլորտում հասել է ինքնասպասարկման ամենաբարձր մակարդակի, հենվելով միմիայն սեփական արտադրության վրա։ Այսօր հպարտ ենք հզոր բանակի առաջխաղացմամբ։ Ռազմական ու պաշտպանական ոլորտում արտադրում ենք ամեն ինչ մեզ պետք է ցամաքում, օդում ու ծովում։ Բանակը իշխանության ու ժողովրդի անփոխարինելի դաշնակիցն ու աջակիցն է։ Այն մեր կողքին է ցանկացած ճգնաժամի պայմաններում։ Զորահանդեսի ժամանակ ավանդական զինտեխնիկայից բացի ցուցադրվել են նաև իրանական նոու-հաուները, անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները։ Սրան զուգահեռ Պարսից ծոցում և Օմանի ծովում Իրանի ռազմածովային ուժերը շքերթներ են անցկացրել կիրառելով ռազմանավեր, էսկադրային ականակիրներ ու ռազմական սուզանավեր։ Անկախ Իրանից հնչող մեսիջներին ու կոշտ պատասխան տալու վճռականությանը Իսրայելը ծրագրել էր մայիսին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է իսրայելական հարձակմանն աջակցելուց, նախընտրելով Թեհրանի հետ բանակցել։ Սպիտակ տան ղեկավարն արձագանքել է New York Times-ի հրապարակմանը։ Չէի ասի, որ հրաժարվել եմ։ Ես պարզապես չեմ շտապում, որովհետև կարծում եմ, որ Իրանը հզոր երկիր դառնալու և առանց զոհերի երջանիկ ապրելու շանս ունի։ Ես շատ եմ ուզում դա տեսնել։ Սա իմ առաջին տարբերակն է։ Երկրորդ տարբերակն Իրանի համար շատ վատ կարող է ավարտվել։ Կարծում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցել։ Իրանցիները խելացի, էներգիայով լի ու հաջողակ մարդիկ են։ Չեմ ուզում անել մի բան, որը կվնասի նրանց, բայց Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Մենք նպատակ չունենք գրավել նրանց արդյունաբերությունը։ Միակ բանը, որ ասում ենք, հետևյալն է. Իրանը միջուկային զենք չպետք է ունենա։ Թրամփի պնդմամբ Վաշինգտոնի պահանջը մեկն է և շատ պարզ։ Հենց այդ մեկ հիմնահարցի կարգավորման շուրջ էլ Իրանն ու Միացյալ Նահանգները փորձում են ընդհանուր հայտարարի գալ։ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները շատ կարևոր փուլում են։ Իրան կատարած այցի ժամանակ հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։ Ռաֆայել Գրոսին տպավորված է Իրանի խաղաղամիջուկային էներգիայի ոլորտում 50-ամյա առաջընթացի ցուցադրմամբ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։